Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞։ Ավստրիա։ Երազին երկիր հայրենի Խնձոր կսիրես։ Այո, սիրեմ։ Երթամ քեզ համար խնձոր։ Խնդրեմ ուշադրություն կնկարեմ։ Այսքանը։ Ստեսու։ Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք ոդքասթների կամ հաղորդումների շարքը նվիրված Հենրիկ Մալյանի 100-ամյակին։ Եվ այսօր իմ զրուցակիցն է Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը։ Սամ ջան, բարև։ Բարև ջան։ Առաջարկում եմ ջերմ զրույց անցկացնենք հենց մեր թատրոնում ու ինձ համար իրոք պատիվ է Մալյանին նվիրված ոդքասթ կամ հաղորդում վարել ու հյուր ունենալ քեզպես դերասանի հետ։ Շնորհակալ եմ, դե քանի որ առաջարկեցիր ջերմ զրույց մեր թատրոնում, առավելևս մեր բեմում, ինձ թվում է չջերմ զրույց հնարավոր չի։ Համաձայն եմ։ Սամ, ով էր Հենրիկ Մալյանը քեզ համար։ Ես հիշեցի 4 կամ 5 տարեկան էի, տատիկիս հետ նայում եմ Եռանկյունի ֆիլմը։ Դե բնականաբար ես չէի ընկալում ինչի մասին է ֆիլմը ու լավ տպավորված այն մեջ տատիկիս բարձր ծիծաղելը եւ կտորում ուշադրություն կնկարեմ 1 2 3 4 5 10 ու այդ ծիծաղը մինչեւ հիմա իմ ականջների մեջ է ու հետո արդեն որ մեծացա հասկացա նույն ճակատագիրն է ունեցել տատիկս ինչ որ նույն Գասպարավարի լողի այսինքն Ֆրունզիկ Մկրտչյանի կերպարի ճակատագիրը փախուստ կորուստ այս ամեն ինչի տանջանքների միջով անցնել ու հետո արդեն ֆիքսեցի թե ինչ լուսավոր ու ինչ ապրեցնող կտոր է հենց այդ Գասպարավարի լողի հատվածը, երբ ասում է փախել ենք տանջանքներով, կորուստներով ու այդ ամեն ինչի մեջ ուզում եմ մի սիրուն գեղեցիկ պատմություն լիներ, թեկուզ հորինած, բայց գեղեցիկի ձգտումը, գեղեցիկի կարիքը, որ անպայման առանց դրա անհնար է ապրել, այդ մարդկանց մեջ էր ու հենց այդ մարդիկ նաև հենց Հենրիկ Մալյանն են։ Ինձ թվում է Հենրիկ Մալյանը իր կերպարների մեջ, թե Հովիկի մեջ, թե Մկրտիչների մեջ ու նաև ոչ միայն Եռանկյունի ֆիլմից։ Մենք ենք մեր սարերում, խոսքով բոլոր ֆիլմերում։ Ինձ համար հայի հավաքական, ճշմարիտ, բարձր վեհ տեսակն է Հենրիկ Մալյանը։ Իսկ կմտածեի, որ աշխատելու ես այդ թատրոնում։ Բացարձակ։ Բայց դա լինում է ինչ որ լինում է, որովհետև իհարկե ես գիտեմ, որ պատահականություններ չկան կյանքում, ուրեմն այդպես պիտի լիներ ու շատ այսպես ասած պատահաբար ես 2007 թիվ հայտնվեցի Հենրիկ Մալյան թատրոնում ու շնորհակալ եմ ու փառքասու, որ ինձ այդ ճակատագրին արժանացրեց, այդ բախտավորությունը ինձ այսպես ասած վերևից տվեց, որ ես աշխատեմ այս թատրոնում, Հենրիկ Մալյանի անունը կրող թատրոնում, այս մարդկանց հետ, այս մարդկային տակ, լուսավոր, ճիշտ միջավայրում, դա երանելիություն է, իսկապես։ Սամ, տես, ինչի հարցրեցի։ Երբ որ առաջի անգամ ես եկա Մալյան թատրոն, պիտի անկեղծ ասեմ։ Երբ որ հրավիրեց Նարինե Մալյանը, ես դեռ ուսանող էի ու եկա թատրոն, թատրոնը, հա, թատրոնը այդ օրը ես Նարինե Մալյանի հենց զրույց էինք անում, դու մտար վերևում։ Ու երբ որ ես եկա դահլիճ, անկեղծ եմ ասում, դե նախ շատ ուրախացա սկզբից, որ թատրոնից առաջարկ եմ ստացել, բայց ես չգիտեի թե ինչ է հենց Հենրիկ Մալյանի անվան թատրոնը։ Բայց անկեղծ պիտի ասեմ, երբ որ եկա ու տեսա թատրոնի այդ վիճակը, դեռ որ չկար գրիմանոցներ, բեմը անմխիթար վիճակում, ցուրտ, այո։ Ու սենց տխրեցի անկեղծ։ Ասեցի ինչի էլի, առաջին անգամ պիտի գնամ թատրոն ընդունեմ ու սենց թատրոն, անկեղծ ասեմ, սենց հիասթափված պահեր։ Բայց հենց տեսա առաջի ներկայացումը, որպեսզի ծանոթանամ թատրոնի մշակույթին, դա եղել էր Հովհաննես Թումանյանի հեքիաթները։ Միանգամից իմ մեջ ամեն ինչ խառնվեց ու ասացի Աստված ջան, շնորհակալ եմ, որ հենց այստեղ եմ։ Ու պիտի փորձեմ ամեն ինչ անեմ, որ ընդունվեմ այս թատրոն։ Ու ես ասեմ, որ այսինքն դու էլ գիտես բնականաբար, որ պատահական մարդիկ չեն կարող հայտնվել այստեղ, ոնց որ Հենրիկ Մալյանն էր ժամանակին ասել, ես արյան կարգով եմ մարդկանց, չէ, ընդունում։ Այսինքն այստեղ մի միջավայր է, մի մտածողություն է, որտեղ իսկապես ուրիշ տեսակի, ուրիշ մտածողության մարդ ուղղակի ինքը կհասկանա, որ ինքը այստեղ տեղ չունի։ Ու դա շատ ուղղակիորեն արտահայտվում է հենց Թումանյանի հեքիաթների մեջ, այդ մարդկային
այդ նույն տեսակի, նույն մտածողության, հայեցի մտածողության այդ տեսակը եւ Սարոյանում եւ ցեղի ֆիզիոլոգիայում որ մի ներկայացում ասենք։ Համաձայն եմ։ Գիտես ինչի ասեցի ես իմ պատմությունը պատմեցի։ Այ ուզում եմ իմանալ քո մոտ ինչ զգացում էր, երբ որ դու առաջին անգամ եկար թատրոն։ Ես այդպես ինչ որ շատ սուր ռեակցիա չեմ ունեցել այդ ամեն ինչին, որովհետև ես գոյի տեսել էի համարյա նույն վիճակում էր ու սովոր էի էլի արդեն թատրոնի այս պայմաններին։ Բայց իսկապես ես չեմ ֆիքսել մի պահ, որ ես չեմ եղել այս թատրոնում ու մեկ էլ ընդունվել եմ։ Որովհետև այդ կետը, որ նոր ծանոթություն, նոր շփումներ չի եղել ինչ առումով, այնքան ջերմ են ընդունել, այնքան ոնց որ մենք այսքան ժամանակից ինձ գիտեին կամ ես իրենց գիտեի ու այդ նորամուտը, որ ոյ թատրոն եմ ընդունվել, բայց չկար, ես եկել էի իմ տուն, փաստորեն, որ մինչև այդ չգիտեի, որ ես իմ տունն է։ Փաստորեն եկա, մտա ու գրկաբաց ընդունեցին ու սկսվեց իմ պրոֆեսիոնալ, այսպես ասած, կյանքը։ Հիմա խոսենք պրոֆեսիոնալ կյանքից։ Տարբերությունը դու խաղում ես նաև այլ ներկայացումներ, այլ ռեժիսորների մոտ, տարբերությունը ասա։ Մալյան թատրոնի ներկայացումների եւ ես այսպես ասեմ, չգիտեմ ճիշտ ձևով կարտահայտեմ, ես ավելի զգուշությամբ եմ վերաբերվում Մալյան թատրոնի ներկայացումներին, որովհետև իրենք ըստիս շատ փխրուն են, շատ նուրբ են, շատ զգուշ պիտի վարվես իրենց հետ, որովհետև թե ասելիքի, թե բեմադրական ոճի, ձեռագրի հետ, իսկապես ինքը շատ նուրբ է, որովհետև ունի իր ուրույն ռիթմը, եթե խախտվեց փլվում է, ունի չափի շատ կոնկրետ զգացողություն, որովհետև մենք բեմում զրուցում ենք, այսինքն այս զրույցը պիտի անես նաև հանդիսատեսի հետ, այսինքն իրենք շատ, այսպես ասած, փխրուն ու կարևոր, այսպես ասած, ինձ համար ներկայացումներ են, փորձում եմ այդ չափը չանցնել, ավելորդ ինչ-որ բաներ չանել, ավելորդ ծիծաղ չկորզել կամ ավելորդ հուզում չառաջացնել, այն ինչ-որ դրված է Նարինե Մալյանի կողմից իր բեմադրությունների մեջ, հստակ գծած, չափած, ձևած է։ Ուղղակի պիտի զգուշությամբ այդ ռիթմը, այդ ձևը, այդ մտածողությունը, այդ էմոցիան կարողանաս հասցնել հանդիսատեսին։ Այդ առումով նաև իսկապես բարդ է Մալյան թատրոնում աշխատելը, բայց միևնույն ժամանակ ֆանտաստիկ հավես։ Իսկ քո ստեղծագործական կապը, այդ ստեղծագործական աշխարհը կապ ունի Հենրիկ Մալյանի հետ։ Ըստ քեզ։ Ես չեմ տեսել բնականաբար Հենրիկ Մալյանին, բայց իսկապես ներքուստ ինչ որ վստահ ես նույնիսկ մի անգամ երազումս եմ տեսել Հենրիկ Մալյանի թատրոնի, չգիտեմ ինչ որ տեղ էինք ու ես շատ ուղղակիորեն շփվում էի իր հետ։ Այսինքն ես իմ ենթագիտակցության մեջ այնքան հստակ գիտեմ, որ ես կապ ունեմ իր հետ, ինչ որ ներքին կապ, որը անբացատրելի է, շոշափելի չի, որ նույնիսկ երազում ես իր հետ շփվում էի, ոնց որ մենք ճանաչում ենք, գիտենք, շատ հետաքրքիր է ու երևի նաև այդ կարևոր բան է մեր դերասանների, դերասանական խմբի համար, որ իրենք այդ ներքին կապ ով որ տեսել ճանաչել է այդ կապը, իսկ ով որ չի էլ տեսել այդ ինչ որ անբացատրելի ներքին կապը միշտ կա ու միշտ ունեն Մալյանի հետ։ Ու դա է մեր ներկայացումները պահում հենց մալյանական, հենց իր ձեռագրով, իր ճաշակով, իր հումորով, ֆանտաստիկ հումորով, որը հահահին չի, այլ այնքան տաք, այնքան ճիշտ, այնքան տեղին, այնքան հայեցի։ Այդ մարդը 100 տարեկան է ու ողջ է ինքը, վստահ եմ ողջ է, որովհետև այնքան կա իր ներկայությունը, որ մի խոսքով։ Համաձայն եմ։ Որովհետև շատ մարդիկ կան ապրում են, բայց մի խոսքով։ Գոյություն չունեն։ Սա իսկ մի հարց, քանի որ դերասան ենք ու սիրում ենք ցած երևակայել էլի։ Եթե հենց հիմա Մալյանը ներկա լիներ թատրոնում, ըստ քեզ հետը աշխատելուց, ստեղծագործելուց կլարվեիր, չէր լարվի։ Օրինակ անկեղծ ասեմ, լինում են պահեր, որ ես միշտ մտածում ասում եի Աստված, ինչի օրինակ չեղավ ժամանակ, ես էլ լինեմ։ Ես աշխատեմ հետ։ Ինձ թվում է բնականաբար կլարվեի, բայց ես վստահ եմ ինքը այնպեսի միջավայրում, այնպեսի վիճակի մեջ կբերեր, որ այդ լարումը շատ արագ կանցներ ու չգիտեմ, ես որ ասում աչքերս փշացրած կնայի թե ինչա կատարվում, ինչ process է կատարվում, որովհետև լսելով նույնիսկ ես ֆիքսում եմ, որ չգիտեմ, ձեռքի մի շարժումով, չգիտեմ, մի ընդհանրապես ինտոնացիայով ինքը կարողանում էր կենթանացնել այդ տեսարանը, այդ պատկերը, դե Հենրիկ Մալյանն էր։ Խոսեցինք նաև ֆիլմերից, ասացիր, որ ամենաառաջինը դիտել ես Եռանկյունին։
Իսկ հիմա արդեն հասուն տարիքում որ ֆիլմն է, որ ամենահոգեալազատն է քեզ։ Ես չեմ ուզում առանձնացնել, որովհետև Եռանկյունին իր ասելիքով ինձ շատ հարազատ է, շատ ներքին։ Մենք ենք մեր սարերը, այդ մարդիկ, այդ կերպարները, այդ մաքրությունը, այդ ծռությունը, որ էլի մենք ենք, հայրիկը, կտորումը երկինքը, շատ հայկական է, շատ իսկական է։ Սարքած ոչ մի բան չկա, իսկական ֆիլմեր են, մարդու համար, մարդու մասին։ Թումանյանի հեքիաթները, մենք ենք, իրաց շարշությամբ, իրաց գժությամբ, չգիտեմ, ծռությամբ, մենք ենք։ Էսա։ Չեմ կարող առանձնացնել, որովհետև իսկապես շատ մենք ենք, բոլորը, չգիտեմ, նույնիսկ Կիկոսը, որ չծնված ընկավ։ Սամ, իսկ որպես արվեստագետ, ո՞նց ես մտածում, ինչ պետք է անել, որ Հենրիկ Մալյանի թողած ժառանգությունը էլ ավելի հասանելի դարձնենք մեր երիտասարդներին։ Գիտեք ինչ, գիտեք շատ բան, չէ՞, Վահգն, գիտեք ինչ, որ շատ մարդ հարց տվեցի։ Վահգն ջան, մենք պիտի գիտակցություն ունենանք շատ պարզ, նույնիսկ, չգիտեմ, կարող ճիշտ բառ չեմ, կենցաղային գիտակցություն պիտի ունենանք, որ Մալյան երևույթը, այսինքն իր ստեղծած ֆիլմերով ու ներկայացումներով, դա պիտի մեր առօրյայի մի մասը կազմի։ Ոնց ենք մենք հաց ուտում, ջուր խմում, որովհետև բնական պահանջ ունենք, չէ՞։ Նրա թողած ժառանգությունը այդ քեզ ողջ պահելու, արթուն պահելու շատ ուղղակի ազդակներ ունեն, որոնք մենք, չգիտեմ, մոռանում ենք, դնում ենք մի կողմ ու մեզ թվում է մենք իսկապես լիարժեք կյանքով ենք ապրում։ Չէ։ Երբ ամենօրյա որպես պահանջ չլինի Մալյանի ֆիլմ դիտելը, Մալյանի, չգիտեմ, գիրք ընթերցելը, թատրոն գալը, որովհետև մեզ ինքը հայ է պահում, պահել ու կպահի դեռ այդ մարդիկ են, որ դեմք, տեսակ ու որակ են ձևավորում։ Եթե մենք ուզում ենք ունենալ որակյալ հասարակություն, որակյալ սերունդ, մենք պիտի անդադար, ոչ միայն Մալյանով, ես ուղղակի օրինակն եմ բերում, Մալյանի 100-ամյակն է, իր մասին են խոսում, իր ստեղծածով, իր ստեղծագործություններով, չգիտեմ, դա կլինի թատրոնում, կինոյում, որպես գրական նյութ, պիտի ամենօրյա, այսպես ասած, ներգրավում ունենանք մեր երեխաների կյանքում, մեր հասարակության կյանքում։ Կարծում եմ, որ այդ տեսակի մարդիկ մեր երկրի հասցեն են։ Միանշանակ դեմքը։ Շատ հաճախ իսկապես երկիրը վերափոխվում է իր առաջնորդով։ Առաջնորդը սա է, այդ երկիրը նմանեցնում կամ ասոցացնում են այդ առաջնորդի հետ։ Հիմա մենք գանք արվեստում, չգնանք չքաղաքականացնենք։ Ուզում ենք Մալյանը լինի, Մալյանի դեմքը ունենանք, թե ինչ-որ մի ուրիշ անհասկանալի, չգիտեմ, երևույթ դառնանք։ Այսը շատ պարզ է։ Ուղղակի մեր գիտակցության մեջ պիտի հստակ ֆիքսենք։ Այո, ես ուզում եմ Մալյանի ֆիլմերով, Մալյանի ներկայացումներով, Մալյանի գրականությամբ դաստիարակեմ իմ երեխային։ Վերջ։ Պարզ է, ոչ մի բարդ բան չկա։ Գիտեք, այդ չկա։ Սամ, իսկ դե ինձ թվում է, ես էլ դու էլ, քանի որ ավելի երիտասարդ սերնդից ենք, հասցրեցինք տեսնել միայն Մալյանի բեմադրություններից Թումանյանի հեքիաթները։ Բայց դու Մալյան կինոռեժիսորին ես ավելի շատ սիրում, թե Մալյան բեմադրիչին, թատրոնում աշխատելով։ Դե հենց Մալյանն էր ասում, որ ես ավելի շատ ինձ համար ընդունելի ու նախընտրելի է թատրոնը։ Գիտեք, շատ տարբեր, դուքով չգիտեմ ինչից է։ Մեծացել։ Այդ հարցը, չգիտեմ, չեմ տվել ինձ ու դրա պատասխանն էլ չունեմ։ Ինձ համար Մալյանը հանճար է եւ կինոյում եւ թատրոնում, այսպես կարող եմ պատասխանել։ Ունես ավելացնելու բան, Սամ։ Չգիտեմ, երևի ընդհանուր խոսեցինք ու էլի ասեմ, որ Մալյանի թողած այդ ամուր հիմքով ժառանգություններից մեկը հենց իր թատրոնն է, որը, չգիտեմ, տարբեր, այսպես ասած, մակարդակիներում պիտի հստակ իմանան, թե ինչ կարևոր մի օազիս ունեն մայրաքաղաք Երևանում, որը հենց Մալյան թատրոնն է, ու պիտի իսկապես պահել, փայփայել, ամեն ինչ հնարավորություններ տալ, որ այս ժառանգությունը, այս մթնոլորտը, այս մտածողությունը, այս ճաշակը ել ավելի տեսանելի ու ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանից դուրս տեսանելի դարձնեն։ Դա իսկապես, ել եմ ասում, հաց ուտելու, ջուր խմելու պահանջմունքի պես մի բան պիտի դառնա բոլորիս համար։ Լավ, մի հարցելու շատ լավ։ Քանի որ ցավոք այս աշխարհում երևի չէ, չենք հասցնի աշխատել Հենրիկ Մալյանի հետ։ Կաշխատել, բայց վստահ եմ, որ ինչ որ մի տեղ, ինչ որ մի վայրում
Ես վստահ եմ, որ հանդիպելու ենք։ Բայց հիմա մենք աշխատում ենք Նարինե Մալյանի հետ։ Ու մեր թատրոնի ավագ սերնդից, որ լսում ենք Հենրիկ Մալյանի աշխատելու ձևը, շատ հաճախ ես շատ համեմատություններ տանում ու ասում եմ շատ նման է, շատ նման է։ Ու ներկայացումներն էլ, որ հանդիսատեսն է տեսնում, որ մենք ենք խաղում, որ զգում ենք այդ հաճույքը։ Հիմա ասա էլի Նարինե Մալյանի հետ աշխատելը քեզ համար Այդ գերագույն հաճույք է, գերագույն, որովհետև ավելի նախ ինչ առումով գերագույն հաճույք, որ դու ոչ մի կասկած չունես ցանկացած նոր բեմադրվելիք գործը սկսելուց, կասկած չունես, որ գիտես դու արդեն, որ սա դատապարտված է, այսպես ասած, հաջողության։ Սա ճաշակով արվելու, նուրբ արվելու, չափը, ձևը, մտածողությունը տեղը տեղին արվելու ու դու որպես դերասան իսկապես ապահով ես, որ գիտես, դու, այսպես ասած, Մալյանի ձեռքերում ես։ Ինքը քեզ մենակ չի թողնի։ Ինքը քեզ անպաշտպան չի թողնի, կտանի ու ճիշտ տեղը կդնի ու դու էլ չես հասկանա ոնց այդ ճանապարհով անցար, ոնց գնացիր ու հայտնվեցիր այդ ճիշտ կետում։ Ես էլի եմ ասում, շնորհակալ եմ ու բախտավոր եմ, որ հնարավորություն ինձ ընձեռվեց աշխատելու Նարինե Մալյանի պես ռեժիսորի հետ։ Ես էլ եմ շնորհակալ ու բախտավոր։ Շնորհակալություն Սամ ջան, շնորհակալություն ես հաճելի զրույցի համար, ինձ թվում է մի օր էլի կգա, որ կնստենք, կշարունակենք, որովհետև այս խոսակցությունը անվերջանալի է։ Շատ շնորհակալ եմ։ Սիրելիներս, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ այսօր իմ հյուրն էր Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը։ Կհանդիպենք։ Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞։ Ավստրիա։ Խնձոր կսիրես։ Այո, կսիրեմ։ Երթամ քեզ համար խնձոր։ Խնդրեմ ուշադրություն կնկարեմ։ Այսքանը։ Ստեսու։